Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի ապրիլի վերջին Հայաստան կատարած այցից մի քանի շաբաթ անց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Իդրավթ հարթակում տեղադրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատմանն առնչվող փաստաթղթեր։ Դրանք լոկ ուղեցույցներ են, որոնք սահմանում են փաստաթղթեր ձևակերպման, հրապարակման, քարտեզի ստեղծման եւ սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգը։ Նմանատիպ կարգեր բազմաթիվ են լինելու այս process-ում եւ այդ կարգերը ինչքան որ հստակ եւ ինչքան մինչեւ աշխատանքների սկսելը հաստատվեն, այդքան սահմանազատման process-ում տարընթերցումները եւ կոնֆլիկտների հնարավորությունները պակասելու են։ Նախքան կառավարության կամ վարչապետի հաստատմանը ներկայացնելը նախագծերը տեղադրվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման համար։ Ըստ քարտեզագիրների փաստաթղթերը տեխնիկական են, բայց շատ կարևոր նշանակություն ունեն հետագայում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ինստիտուցիոնալ ու կանոնակարգված աշխատանքների իրականացման համար։ Այդ փաստաթղթերը առաջիկայում ներպետական ընթացակարգերով պետք է հաստատվեն։ Ուղեցույցներում նշված են գեոդեզիական աշխատանքները, կոորդինատների որոշումը եւ տեղագրական քարտեզների Սա ըստ մասնագետների նշանակում է, որ սահմանը պետք է գծվի տեղում աշխատող փորձագետների տեխնիկական չափումներով։ Ուղեցույցերում, սակայն հողում չի արվում կոնկրետ տարեթվի քարտեզի, ներկայացված նախագծերում տեխնիկական մանրամասներ չկան, ինչը փորձագետների գնահատմամբ անորոշություն է առաջացնում։ Պաշտոնական տեղեկատվություն հասանելի չի թե կոնկրետ որ քարտեզներն են ընտրվել։ Մասնագիտական գնահատականով կարծում եմ, որ քարտեզների կոնկրետ որ քարտեզով պետք է իրականացվի սահմանազատումը իրանից գաղտնիություն չի ներկայացնում, քանի որ եթե ընտրվելու են մի քարտեզ, որը երկու կողմերում էլ պահպանվում է, կարծում եմ կարիք չկա դա գաղտնի պահել հասարակությունից, թե ինչի համար չի հրապարակում, միգուցե չկա ընտրված նմանատիպ քարտեզ, միգուցե այլ սկզբունքով են սահմանազատում անում։ Ըստ քարտեզագիրների ճիշտ կլիներ, որ այս փուլում գոնե սահմանազատման գործընթացը տեղի ունենար այն հատվածներում, որոնք Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանից։ Ադրբեջանի 21 թվականի մայիսյան եւ 22 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիաների ու ներխուժումների հետևանքով բռնազավթվել է Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը։ Մեզ համար կարևոր է։ Խնդիրը կայանում է, մենք ունենք անվստահություն դիմացի կողմի նկատմամբ, քանի որ դիմացինը մեզ համար դեռևս մնում է թշնամի։ Մենք իրենց կողմից չենք տեսել խաղաղությանը միտված քայլեր։ Դրանք կարող են լինել, չգիտեմ, ինչ որ սիմվոլիկ, բայց հռետորաբանության տեսանկյունից տեսնում ենք դեռևս թշնամական գործողություններ եւ դա տրամաբանական կլինի, որ սահմանազատվեր ինչ որ մի հատված, որտեղ ադրբեջանական կողմը ներխուժել է հայկական տարածք, օրինակ Ջերմուկի հատվածը, որտեղ ամենախոշոր ներթափանցման կետը ունենք։ Ըստ մասնագետների սահմանազատման արդյունքում, երբ կոնկրետ տեղանքում տեղադրվում է սահմանային սյուն եւ կազմվում է համապատասխան արձանագրություն, այդ հատվածը համարվում է վերջնականապես սահմանազատված։ Մտահոգություններն ըստ փորձագետների շատ են, նախ որ հայկական կողմը հետագայում չի կարողանա վերանել տարածքային բաժանումները, նույնիսկ եթե հետագայում Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունները կամ հրաժարվի Հայաստանի տարածքներից զորքերը հետ քաշելուց։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում մեկնարկել են գործընթացներ, որոնց ազդեցությունը շուտով կարող է զգալ յուրաքանչյուր սպառող։ Պետական պարտատոմսերի համաշխարհային վաճառքի աճը հանգեցրել է դրանց եկամտաբերության կտրուկ թռիչքի, սահմանելով ռեկորդներ։ Ներդրողների շրջանում տիրող տագնապի գլխավոր պատճառը Մերձավոր Արևելքում սրվող էներգետիկ ճգնաժամն է, որը սպառնում է նոր թափ հաղորդել գնաճին ու ստիպել կենտրոնական բանկերին երկար ժամանակ պահպանել բարձր տոկոսադրույքներ։ Մենք պետք է պատրաստ լինենք այն իրողությանը, որ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով էներգակիրների գների ցանկացած անսպասելի թռիչք կարող է փոշիացնել գնաճի դեմ մինչ օրս արձանագրված հաջողությունները։ Կենտրոնական բանկերն իրավունք չունեն վաղաժամ հաղթանակ հայտարարելու։ Տոկոսադրույքների երկարատև բարձր մակարդակը դառնում է նոր իրականություն, ինչը նշանակում է, որ պետական պարտքի սպասարկման ծախսերը կտրուկ աճելու են, ստեղծելով լրացուցիչ ճնշումներ ազգային բյուջեների վրա։ Նավթի գների աճը շղթայական ռեակցիայով անդրադարձել է պարտատոմսերի շուկայի վրա, քանի որ թանկ էներգակիրներն ավտոմատ բարձրացնում են բոլոր ապրանքների գները, ներդրողները գիտակցում են, որ կենտրոնական բանկերը գնաճը զսպելու համար ստիպված կլինեն բարձրացնել տոկոսադրույքները։ Այս սպասումների ֆոնին շուկայի մասնակիցներն արագորեն վաճառում եւ ազատվում են իրենց ձեռքի տակ եղած պետական պարտատոմսերից, ինչի պատճառով դրանց շուկայական գները կտրուկ նվազում են, իսկ քանի որ ֆինանսական աշխարհում պարտատոմսի գինն ու եկամտաբերությունը շարժվում են հակառակ ուղղություններով, գների այս անկումը ավտոմատ կերպով հանգեցրել է դրանց եկամտաբերության աննախադեպ աճին։
Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է վտանգավոր իրավիճակում։ Նավթի տևական թանկացումը կարող է տանել ամենավատ սցենարին, երբ գները անընդհատ աճում են, բայց տնտեսությունը չի զարգանում։ Իսկ պետական պարտատոմսերի տոկոսների բարձրացումը հստակ ազդանշան է, որ փողը աշխարհում թանկանում է։ Զարգացող երկրների համար սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները կհանեն իրենց գումարները, ինչն էլ այս պետություններին կկանգնեցնի սեփական արտաքին պարտքերը չվճարելու իրական վտանգի առաջ։ Պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը զուտ վերացական ֆինանսական ցուցանիշ չէ։ Այն ունի ուղղակի ազդեցություն իրական տնտեսության վրա մի քանի ուղղություններով։ Պետական պարտատոմսերի տոկոսների աճին զուգահեռ բարձրանում են նաև առևտրային վարկերի եւ հիփոթեքների տոկոսադրույքները։ Համաշխարհային տնտեսությունը ներկայումս գտնվում է անորոշության փուլում։ Ֆինանսական շուկաների հետագա վարկագիծը մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արագ կհաջողվի կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ վերականգնել էներգակիրների բնականոն մատակարարումները։ Հայաստան դաշինքի անդամները համախոհների հետ հանդիպմանը ներկայացրել են արտաքին քաղաքական խնդիրները, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Եվրոմիության հետ անդամակցել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններին, երբեք մեկը մյուսին չհակադրելով։ Հանրապետության նախագահը ավտոմատը ձեռքին, որտեղ որ պետք է եղել, ինքը հայտնվել է զինվորի կողքին։ Սեյրան Օհանյանն անդրադարձել է բանակի եւ անվտանգության թեմային, շեշտելով, որ անհրաժեշտ է վերականգնել բանակի մարտունակությունը ու պետական կառավարման արդյունավետությունը։ Դաշինքը նաեւ խոստացել է ուշադրություն դարձնել բանակի վերազինմանը, սահմանների անվտանգությանը, գյուղատնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը։ Այո, ունենք մի շարք խնդիրներ, բայց մենք գիտենք այդ խնդիրները լուծելու ճանապարհները։ Դաշինքի հիմնական նպատակներն են մարզերի զարգացումն ակտիվացնելը եւ աշխատատեղերի ստեղծումը։ Մարզերում հանդիպումների ընթացքում բնակիչները բարձրացրել են մի շարք տեղական եւ սոցիալական խնդիրներ՝ աշխատատեղերի պակաս, երիտասարդների արտագաղթ, գյուղատնտեսական դժվարություններ, ճանապարհների եւ ենթակառուցվածքների վատ վիճակ, սոցիալական աջակցության եւ բնակարանային խնդիրներ, անվտանգության եւ սահմանների պաշտպանության հարցեր։ Մենք բոլորս հունիսի 7-ին տեր կանգնենք Հայաստանին, տեր կանգնենք մեր պատմությանը, մեր ապագային, մեր հավատքին, մեր եկեղեցուն։ Ու ես վստահ եմ, որ միասին մենք դա անելու ենք։ Դաշինքը խոստացել է բարելավել քաղաքացիների սոցիալական պայմանները, զարգացնել տնտեսությունը եւ ամրապնդել երկրի անվտանգությունը։ Հայաստան դաշինքն իշխանության գալով նպատակ ունի Հայաստանում ապահովել բարձր տնտեսական աճ։ Առանց ուժեղ կրթության եւ ազգային արժեքների անհնար է ունենալ ուժեղ պետություն, հայտարարում է Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունը։ Քաղաքական ուժն առաջարկում է կառուցել մի երկիր, որտեղ կրթությունը կլինի առաջնային, ոչ թե երկրորդական, իսկ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու հավասար հնարավորություն։ Քոչարին ընտրապայքարում է համոզմամբ, որ հաղթանակը ոչ միայն անցյալի հիշողությունն է, այլև հավատն ապագայի նկատմամբ։ Ամեն օր աշխատելով երեխաների հետ ես տեսնում եմ մեր կրթական համակարգի իրական խնդիրները, բայց նաև մեր ժողովրդի մեծ ներուժը։ Ես տեսնում եմ երեխաների երազանքները, ծնողների մտահոգությունները եւ ուսուցիչների ամենօրյա դժվար աշխատանքը։ Մենք հավատում ենք Արտակ Սարգսյանին որպես առաջնորդ։ Նա կարող է պահպանել պետական կայունությունը, ամրացնել ազգային միասնությունը եւ ուղղել երկիրը դեպի զարգացում ու ուժեղացում։ Ընտրենք ազգային վերածնունդ, ուժեղ պետություն եւ վստահ ապագա։ Ժողովրդական համախմբում կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն իրականացրել է հանրապետության մարզերում։ Կուսակցության падգամավորության տեխնացուները հանդիպել են Լոռու մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, ներկայացրել իրենց ծրագրային դրույթները։ Ժողովրդավարական համախմբումը խոստանում է կառուցել իրավական, օրենքի եւ հավասարության վրա հիմնված պետություն։ Այսօր շատեր ունեն շատ լավ մտքեր, շատ լավ գաղափարներ, բայց ցավոք դրան տանող ճանապարհները երբեմն մշուշոտ են լինում կամ ոչ իրատեսական։ Հետևաբար նաև շատ կարևոր է այն ճանապարհները, որով մենք պետք է գնանք հայկական պետության հետևից կամ հայկական պետության տեսլականով։
Պարեկային ծառայության աշխատանքի շաբաթական ամփոփումներում պարբերաբար ֆիքսվում է հայտնաբերվել է այսքան տեսակի, այսքան ծավալի թմրանյութ, այսքան մարդ է բերման ենթարկվել, այսքան գործ է հարուցվել։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ազգային անվտանգությանը սպառնացող խնդրի է վերածվել վերջին տարիներին։ Կարծես մասշտաբային պայքար է գնում դրա դեմ, սակայն օրերս խորհրդարանում հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այս հոդվածով հարուցված գործերի փոքր մասն է արդյունք տալիս։ 2023 թվականին տվյալ հանցագործությունների տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 4556 դեպք, որոնցից դատարան է գնացել մեղադրական եզրակացությամբ 940-ը, այսինքն մոտ 20%-ն գործերի, որոնք մեղադրականով գնացել է դատարան։ Այսինքն թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով հարուցված 5 գործից մեկն է հասնում դատարան, իսկ դատարանում դրանցից քանիսն է ավարտվում մեղադրական եզրակացությամբ դժվար է ասել։ Վերջին տարիների կտրվածքով մենք ունեցել ենք աճ արդեն դատվածների թվի մակարդակով, այսինքն սա թույլ պիտի տա մեզ եզրակացնելու, որ նախաքննության տեմպերը եւս գնալով արագացել են։ Խնդիրն այստեղ քննիչների դանդաղկոտությունը կամ արագագործությունը չէ, բացատրում են իրավաբանները։ Տարիներ առաջ փոխվել է քրեական օրենսգիրքը, եւ հիմա թմրանյութերի պահման ցանկացած կասկածի դեպքում քրեական բարույթ է հարուցվում։ Այսինքն վերացվել է սկզբնական ֆիլտրը, որի շնորհիվ անհեռանկարային գործերը չէին հասնում քննիչին։ Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը դա բոլորի համար, քննիչի համար, դատախազի համար, փաստաբանների համար, բոլորի համար, որովհետև ամենատարական, չգիտեմ, այն ամենաակնհայտ դեպքերում անգամ երբ որ հանցագործության որևէ տարր, որևէ հատկանիշ տեսանելի չի, պարտավոր են նախաձեռնել քրեական բարույթ, որովհետև օրենքն է այդպես։ Այսինքն գործի հարուցումից հետո է միայն պարզվում հայտնաբերվածը թմրանյութ է, թե ոչ, որքան է ծավալը բավարար է քրեական հետապնդումը շարունակելու համար, թե process-ը գնալու է վարչական ընթացակարգով։ Օրինակ կանեփի դեպքում զգալի չափը 5 գրամից է սկսվում եւ մինչեւ 5 գրամ հայտնաբերելը դա քրեորեն հետապնդելի արարք չի։ Կա եւս մեկ խնդիր՝ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից քրեական դատավարության կարգի խախտումները։ Ասենք խոզարկությունով հայտնաբերվում է թմրանյութ, գործը քննվում է եւ ընթացքում պարզվում է, որ խոզարկությունը կատարվել է առանց տեսանկարահանման, որը օրենքի պահանջ է։ Արդյունքում թմրանյութը ճանաչվում է անթույլատրելի ապացույց եւ գործը փակվում է։ Այս խեղճ ժողովուրդը գժվավ արդեն։ Նուբարաշենում հակասանիտարական վիճակ է 20-րդ փողոցում է, որ դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ողողում ոչ միայն ճանապարհը, նաև հարակից տների բակերը։ Մոտավորապես 1 կիլոմետր է հոսում։ Այս խնդրի մասին այսօր լրատվական ուշամշյանքումը նաև ապրիլին էին խոսել։ Կեղտաջրերը նույնիսկ ավտոտնակներ ու նկուղներ է լցվում։ Հիմա այստեղ պիտի լինեք, որ այս գարշահոտը զգաք։ Ու այսպես կեղտաջուրը դուրս է գալ դիտահորից ու մոտավորապես 1 կիլոմետրի չափ հոսում է։ Լսվում է մարդկանց տները, բակերը։ Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա քաղաքացիները վեոլյաջուր շատ հաճախ են զանգահարել։ Պարզապես ասում են արձագանք չկա։ Ընկերությունից որևէ հուսադրող պատասխան չեն տալիս։ Մինչդեռ այդ հակասանիտարական պայմաններում մարդիկ են ապրում։